Հայաստանի Muay Thai Ֆեդերացիայի հավաքականը 5 մարզիկներով Ալեքսանդր Աղաբալյանի գլխավորությամբ մասնակցել է սեպտեմբերի 10-ից 20-ը Աբու Դաբի քաղաքում կայացած պատանիների աշխարհի առաջնությանը, որին մասնակցում էր 112 երկիր 1500 մասնակցով։ Հայաստանի Muay Thai Ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Արտակ Բրուտյան, հավաքականի մարզիչ Ալեքսանդր Աղաբալյան եւ աշխարհի պատանիների 2025 թվականի բրոնզե մեդալակիր Անդրեյ Կարան։ Անդրեյ, մենք քեզ սրտան շնորհավորում ենք։ Բոլորին բարի լույս, բարի լույս նաեւ ձեզ, այո, մեզ համար պատիվ է այսօր ձեզ բոլորիդ այստեղ հյուրընկալել եւ հենց քեզնից էլ սկսենք զրույցը։ Պատմիր քո մեդալի մասին, մրցումների մասին եւ զգացողությունների մասին։ Մանավանդ որ ներկայացնում ես Արցախը մեզ համար։ Զգացողությունը շատ լավ էր, ես այդ մրցումի համար պարապել եմ 6 տարի, որ կարողանամ կրեմ, ամեն օր գնում էի վազելու եւ մի պարապմունք բաց չէի թողում, որ հաղթեմ։ Մենք տեսանյութը տեսել ենք քո հաղթական բարձրանալու, Հայաստանը ներկայացնելու, շնորհակալ ենք քեզ բոլորիս անունից, ինչու հենց այդ մարզաձևը ընտրեցիր։ Որովհետեւ իմ մահացած եղբայրը այդ սպորտով ուժեղ սպորտսմեն էր եւ ես ուզում էի նրա անունը բարձրացնել։ Կեից ես դու, մենք ուրախ ենք դրա համար, այսօր նաեւ եղբորը տարեդարձն է։ Մենք վստահեցնում ենք, որ Ներևից նա հետևում է եւ ուրախանում քո հաջողություններով, պարտանում, ինչպես եւ մենք բոլորս, դու կարեւոր ճանապարհի վրա ես ներկայացրել։ Շնորհակալ ենք քեզ եւ մարզիչներին, մարզիկին բոլոր Խնդրեմ դուք անդրադառնաք այդ օրվան ձեր զգացողություններին մեր թիմը ներկայացնելիս։ Ուրեմն առաջին անգամ չի, որ մեր ֆեդերացիան մասնակցում է աշխարհի առաջնության։ Այս կազմով 5 հոգով էին մասնակցում պատանիների աշխարհի առաջնությանը, ինչպես նշեցիք Ալեքսանդր Աղաբալյանի գլխավորությամբ մարզիչ, եւ ունենք բավականին լավ հաջողություն, 5 մասնակից եւ 3 մեդալակիր։ Անդրեյ Կարաևը բրոնզե մեդալակիր, որ մենամարտել է 5 մենամարտելով, նոր հասել է կիսաեզրափակիչ, Մարի Խաչատրյանը, մեր աղջիկը 48 կիլոգրամ քաշային կարգում, որ դարձել է չեմպիոն, հարգելի պատճառով ինքը այստեղ չի, ինքը բնակվում է Ռուսաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, բայց ներկայացնում է Հայաստանի հավաքականը, եւ Սերգեյ Իսրայելյանը նույնպես զբաղեցրել է 3-րդ տեղը։ Կարծում եմ սա մեծ ծանրակշիռ, որտեղ բազմաթիվ այլ եվրոպական երկրներ, այլ հզոր երկրներ մասնակցում էին 1500 մասնակից քիչ չէ։ 20 հոգանոց թմով էին մասնակցում, 15 հոգանոց թմով էին մասնակցում եւ բազմաթիվ թմեր մեդալ չեն նվաճել։ 5 հոգի մասնակից եւ 3 մեդալ, դա շատ մեծ հաջողություն է։ Փոքր թիմ ու արդեն 5 հոգ ավելի անցել եք, այո։ Կեսից ավելի հաղթող։ Որ հետագայում եւս հաղթանակներ են սպասվում մեզ, բայց այսպեսի մի հարց 2023 թվականից ինքը տարածում է ստանում որպես պահանջարկ ունեցող սպորտաձև, բայց ոչ օլիմպիական մեջ է, այո։ Գուցե նաեւ գա այնպիսի ժամանակաշրջան, որ ինքը օլիմպիական մարզաձև ստանա, բայց մեզ հետաքրքիր է Հայաստանում ինչպիսի տարածում ունի եւ հետաքրքիր ակնարկայացիք, որ աղջիկները եւս մարզվում։ Այո, մեր մոտ նաեւ աղջիկներ են որոնք որ ավելի շատ մեծ հաջողությունների են հասնում, ավելի պատասխանատվությամբ են զբաղվում, քան որոշ տղաներ, դա մեծ պատասխանատվությամբ են նաև իրանք ներառում, որ դառնան չեմպիոն եւ այլն։ Հայաստանի Muay Thai Ֆեդերացիան ներկայացնում է IFA միջազգային Muay Thai Ֆեդերացիան, որը ճանաչվել է միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, հետեւաբար Հայաստանում ճանաչվել է նաև ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, ԿԳՄՍ նախարարության կողմից եւ նաեւ ընդգրկվել է մեր ֆեդերացիան ոչ օլիմպիական մարզաձևերի շարքում, որի համար նաեւ համահիմնադիրն է նաեւ Հովհաննես Ծառուկյանը, որը որ ջանք ու եռան չի խնայում այս մարզաձևը, օրինակ ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաներին, այդ թվում նաեւ մեր ֆեդերացիային, ամեն ինչով օգտակար լինելով սատարելու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու, որով որ նաեւ մեր մարզիկները եւ մարզիչները ավելի շատ են ոգևորում, դա շատ մեծ կարևոր օգնություն է նման ֆեդերացիաների համար։ Իսկ մասսայականությունը վերջի ոչ թե 23 թվականից, այլ ավելի շուտ, վերջի մոտ 10 տարին ավելի շատ մեծ մասսայականություն է վայելում ամբողջ աշխարհում։ Դրա հենց հիման վրա է, որ 21 թվականի Տոկիոյում օլիմպիական խաղերի ժամանակ ընդգրկվեց օլիմպիական մարզաձևերի շարքում։ Դեռևս խաղերին ընդգրկված չէ։ Շատ քիչ է մնում, որ խաղերին ընդգրկվի։ Դա է վկայում նաև, որ ամեն տարի, տարեցտարի
թե աշխարհի առաջնություններում, թե Եվրոպայի առաջնություններում մասնակից թմերի քանակը ավելի շատ է։ Օրինակ անցած տարի փոքր մեծահասակների կամ փոքրահասակների աշխարհի առաջնություններում, թե այս տարի, թե անցած տարի 105-106 պետություն է եղել։ Բայց այս տարի արդեն ավելի շատ փոքրահասակներին 112 երկիր 1500 մասնակից նախանդեպ է, ու այդ 1500 հոգի մասնակիցների եւ 112 երկրների մեջ ունենալ 5 հոգի մասնակից եւ 3 մեդալ դա շատ մեծ նվաճում է։ Քանի որ հաղթողներն են հենց այստեղ, մեր հարցը ուղղենք հաղթողներին, ինչ էր ձեզ համար Հայաստանը ներկայացնելը, ինչ ճանապարհ է։ Մենք տեսնում ենք արդեն հաղթանակը, բայց դրա հետևում ահռելի աշխատանք է լինում։ Մենք տեսնում ենք այդ կողմը միայն։ Պատմեք ձեր ճանապարհի մասին ու այդ զգացողությունների։ Բնականաբար ամեն մրցաշարում երկիրը ներկայացնելը մեծ պատիվ է։ Միշտ փորձում ենք երկրի դրոշը բարձր պահենք։ Իսկ դրա հետևում աշխատանքը շատ ծանր է եւ իհարկե դժվար ճանապարհ ենք անցնում, թե մարզիչներով, մարզիկները քրտնաջան պարապմունքներով, աշխատանք դուրս գանք այդ մի քանի օրվա մեջ եւ մեր երկիրը շատ արժանագույն ներկայացնենք։ Մենք այդ հաղթանակների կարիքը շատ ունենք, այո։ Ինչ դժվարություններ կան ոլորտում, օրինակ ցանկացած էլ ավելի հայտնի սպորտաձև շատ են հաճախ են խոսում դժվարությունների մասին, խնդիրների մասին։ Այս դեպքում օրինակ ինչ դժվարություններ կան հենց այս թայլանդական բռնցքամարտի դեպքում։ Այո։ Որ ցանկացած սպորտաձևի կլինի կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, բնականաբար պետության դերը պետք է միանշանակ մեծ լինի։ Մեր պարագայում պետության դերը շատ քիչ է, որովհետև մեր մարզաձևը չի ֆինանսավորվում, այս տարի, անցած տարի ֆինանսավորվում էր, բայց մի փոքր։ Իսկ նման հաջողություններ ունենալու համար եւ ավելի լավ հանդես գալու համար ոչ թե 5 հոգով գնաց մասնակցած, այլ 20 հոգով, 30 հոգով եւ վստահեցնում եմ, որ նման դեպքում ավելի շատ մեդալներ կբերենք։ Պետք է պետությունը կանգնած լինի մեր կողքը, որովհետեւ առողջ ծերունդը մեր ապագան են, առողջ ծերունդով է կառուցում մեր երկրի ապագան, որովհետեւ չկա մի դեպք, որ լավ մարզիկները, լավ պատրաստած մարզիկները, որ իրենք հաջողության չհասնեն, ավելի լավ չներկայացնեն երկիրը։ Ես կոչ կանեի, որ պետությունը կանգներ մեր կողքին, սատարեր, որ ավելի ոչ թե ասենք այլ միջոցներով, խնդրելով եւ հենց տեղին այդ ոչ օլիմպիական մարզաձևերի միության անդամ դառնալով հենց տեղին են, որը որ մեծ բավականին մեծ օգնություն եւ ֆինանսական թե ամեն ձև օգնություն դա տեղի ունեցավ։ Լավ նաև պետք է անի պետությունը առաջին հերթին։ Տղաներ, դուք նաև կարծում եմ մեր այդ առողջ սերնդի ներկայացուցիչն եք, ձեր հասակակիցներին ինչպիսի հորդոր չասեմ, բայց ամեն դեպքում ձեր օրինակին հետևելու կոչ կանեք ձեր ընկերներին։ Առհասարակ տարածում եք այդ գաղափարները, որովհետև մարդն է իրական տարածող ամեն ինչի։ Կոչ կանեն երիտասարդները շատ զբաղվեն սպորտով։ Հայաստանի պայմաններում ցանկալի է հարվածային մարզաձևերով։ Ինչու նշեցիք դա։ Որն է առանձնահատկությունը։ Ուժեղ սերունդ է մեզ պետք։ Այո։ Հոգով, մարմնով, ուժեղ։ Որ պատրաստված, նաև մենք գնան բանակ ներկայացնեն նաև, որտեվ դա շատ նաև կարևոր է, որտեվ մենք ունենք նաև ռազմահայրենասիրական մաս, մենք քննություններ ունենք, Muay Thai ունի նաև Հովայի կրու եւ բորան քննություններ, խան 1 քննություն եւ այլն մինչեւ 10 այդտեղ նաև կա ռազմահայրենասիրական հարցեր, առաջին օրինակ օլիմպիական չեմպիոնից սկսած, ազգային հերոսներից վերջացած, Արցախի առաջի եւ 4-րդ, այդպես մեր բոլոր նահատակների մասին տենց հարցերը շարեր կան, որ երեխաների մեջ դա տպավորվի։ Անդրեյ, ինքդ նաև Արցախի ներկայացուցիչ ես մեզ համար, շարունակում լինել, ինքդ ինչ կոչ կանես քո ընկերներին, քո համադասարանցիներին, տարեկիցներին այդ հարցում։ Իմ շատ ընկերներս եկել են Muay Thai-ի Արցախում, բայց հիմա որ հեռու են ապրում, չեմ կարողանում շատը գալ։ Կամ որ նոր եմ ծանոթացել, նորից Արցախից է եւ նրանք նորից գալիս են Muay Thai-ի։ Օրինակ քեզ համար հեշտ է, այս փթթող աշխարհում, երբ որ շատ են գայթակղությունները, հետաքրքրությունները, այո, պահել այդ դիսցիպլինան, ամեն օր վազել, օրինակ ոնց է մարզիչդ քեզ մոտիվացնում, դու ինքդ քեզ ինչպես ես մոտիվացնում, ամեն օր արթնանալ, վազել, պարապել, կարգապահությունն է, հենց դրանից է սկսում։ Իմ մոտիվացիան այն է, որ իմ ընտանիքն ինձ ուժ տալիս, իմ ընկերները։ Ես այնքան ուրախ եմ, որ 12 տարեկանում այսքան հասուն, խոհուն եւ մոտիվացված։ Շնորհակալ ենք շատ, որ այսօր եկաք մեզ մոտ։
Եվ մենք ցանկանանք, որ նաև պատմեք հետագա ծրագրերի մասին, ինչ է սպասվում Մոտ ապագայում, մոտ 1 ամսից, նոյեմբերի 17-ից նոյեմբերի 25-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի ունենալու Եվրոպայի առաջնությունը 10 տարեկանից պատանիների, ավագ պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների։ Հուսամ մեծ կազմով կարողանանք մասնակցել այդ մրցաշարին եւ ավելի պատվով հանդես գալ եւ հիմնհնչեցնել կրկին անգամ ցանկանանք հուսով եմ որ մեդալներ ենք ունենալու, որովհետեւ մեր մարզիկները տարիներ առաջ որ գնում ենք մրցաշարի մտածում ենք որ չպարտվենք։ Իսկ հիմա որ գնում ենք մրցաշարի մենք մտածում ենք որ ոսկին պետք է բերենք։ Այսպես մենք տարիներ շարունակ կաթիլ զարգացել պրոպագանդել ենք, մասսայականություն ենք դարձրել այս սպորտաձևը, բազմաթիվ երեխաներ փողոցից կտրել, բերել ենք դալիճ։ Գլխավոր բանը, այո։ Բազմաթիվ երեխաներ ունենք, պատանիներ, որ դժվար դաստիարակվող եւ այլ խնդիրներ ունեցող երեխաներ եկել ու ես հավաստիացնում եմ բարձր մակարդակով մարզվել են եւ դարձել են նաեւ չեմպիոններ։ Բազմաթիվ դեպքեր ունենք մենք այդպես եւ այդպես մենք շարունակում ենք, որովհետեւ դա է մեր առաքելությունը, որովհետեւ դա ճիշտ է, որովհետեւ տարեստարի դու նայում ես, որ դու հզորների հետ արդեն ոչ թե համեմատվում ես, այլ իրենք են արդեն փորձում խուսափել կամ այնպես անել, որ մեզնից հեռու մնան մենամարտելու պարագայում։ Բոլորիդ առաջիկա մրցելույթներում ցանկանում ենք հաջողություններ ու հաղթանակներով կսպասենք հերթական անգամ լինել մեր տաղավարում։ Լավ որ ձեզ։ Շնորհակալ ենք, որ եկաք ժամանակ համադրեցիք մեզ համար բավականին կարևոր զրույցեր եւ նաեւ մեր հեռուստադիտողները այսպես դեմքով ճանաչեցին մեր երիտասարդներին, որոնց ես վստահ եմ, մենք քեզ դեռ կտեսնենք։ Կանոնը դեռ լսելու ենք, ինչպես ասում են։ Ձեր անունները բոլորիդ եւ նրանք, ովքեր այսօր ներկայացված չէին, մարզվում են։ Մնացեք մեզ հետ, կարճ գովազդային դադար։